Երբ որ դուք ասում եք շանտաժ սպառնալիք, շանտաժն ու սպառնալիքը ինչպես են արտահայտվում։ Իհարկե իմ նկատմամբ այդպես ինչ-որ հաշվեհարդար տեսնելու կոչեր չեն եղել, բայց պարզ է, չէ, երբ որ զրույց է լինում, ներգործելու տարբեր մեթոդներ կան։ Ուրեմն նման փորձեր եղել են, բայց իհարկե շատ շուտ հասկացվել է, որ նման փորձերը անարդյունավետ են իմ դեպքում։ Հիմա անկեղծ ասած ակնարկներ եղել են, բայց ես բացարձակապես մտքովս չի անցել, որ նման ինչ-որ տեսանյութերով կարող են փորձել կառավարելի դարձնել կամ ազդել։ Ուրեմն ես ձեզ ասեմ, ուրեմն այդ թեմայի շուրջ ես շատ որոշակի պատկերացումներ չեմ ունեցել։ Պարզ է, ինձ համար պարզ է, որ ինձ պարգև չէին տալու, դիպլոմներ չէին տալու, եւ ամենակարևորը էդ էր, որովհետեւ ինձ համար անկեղծ ասած ամենամեծ վիրավորանքը կլինի այս իշխանությունից պարգև ստանալը կամ դրվատանքի արժանանալը, այն մնացածը արդեն երկրորդական է, ինչ ուզում են թող անեն։ Ես այնքան ուրեմն անկարևոր երկրորդական եմ համարել այդ ամեն ինչը, որ ես իմ առաջի հրապարակման մեջ նույնիսկ ուղղակի չեմ ցանկացել այդքան խորացած արձագանքել։ Ընդհանրապես ասել եմ առհամարելի բաներ են, կեղծ տեղեկատվություն է, հերյուրանք է։ Հետո հասկացա, որ մարդկանց մի ստվար շրջանակ այսպես լուրջ է ընդունել դա, էլի։ Ինչ ասեմ, մարդիկ հավատում են նրան, ինչին ցանկանում են, խնդիր չկա, ինձ համար կարևոր է մարդկանց վերաբերմունքը, բայց այն մարդիկ, ովքեր ինձ ճանաչում են, ինձ համար թանկ են, ես էլ իրենց համար թանկ եմ, գիտեմ, որ դա ինձ հետ բացարձակապես կապ չունի։